Ողջույն եւ բարի գալուստ Tribune հարթակ։ Սա 30 րոպե նախագիծն է։ Այսօր մեր ծրագրի շրջանակներում հյուրընկալվել ենք մեծ սիրով Երևանի 196 հիմնական դպրոցում, որը կրում է Աշոտ Նավասարդյանի անունը։ Հայաստանի ազգային, պետական, ազատական, քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի անունը։ Եվ սիրով ուզում եմ ներկայացնել իմ հյուրին այս դպրոցի տնօրենին Աշոտ Նավասարդյանի դստերը Անուշ Նավասարդյանին, բարև ձեզ Տիկին Նավասարդյան, շատ շնորհակալ եմ, որ մեզ հյուրընկալեցիք եւ համաձայնեցիք մեզ հետ խոսել։ Շատ քչերն են, որ սիրում են հարցազրույց տալ, խոսել, բայց մենք էլ մեր բնավորության համաձայն եւ ելնելով մեր ծրագրի նպատակներից շատ կուզեինք այսօր իմ համար առավել կարեւոր իմաստով, որ վերջապես կրթության մասին, հատկապես միջնակարգ, դպրոցական, հիմնական կրթության մասին խոսել եւ կուզեի խոսակցությունը սկսեինք նրանից, որ ձեր դպրոցը հաստատ աչքի է ընկնում, շատերն են ասում, հաստատ աչքի է ընկնում ակտիվությամբ, հետաքրքիր արտադասարանական, արտադպրոցական երեխաների համար լավ միջավայր ստեղծելու մղումներով, ծրագրերով 5 րոպե խոսեցինք, մի քանի բան մտածեցինք, որ կարելի է անել, ու դա շատ ուրախացնող եւ ոգեվորող է։ Կուզեի սկզբի համար մի քանի բառով նկարագրեիք ինչով եք ապրում, ինչ է տեղի ունենում դպրոցում, ինչ է կատարվում, ինչպես են երեխաները, ինչպես են ծնողները, ինչպես են ուսուցիչները, որից հետո արդեն մի քիչ գուցե ավելի ծանր եւ խնդիրների մասին էլ խոսենք։ Համեցեք։ Շնորհակալություն շատ, որ մեզ հյուրընկալել եք եւ հյուրընկալվել եք մեզ մոտ։ Մեր դպրոցը, ինչպես դուք նշեցիք, ինչ որ բաներով աչքի է ընկնում, սովորական, բայց ապրող դպրոց է։ Նույնիսկ սոցիալական կայքերում ակտիվություն, հազվադեպ պատահող բան է, էլի դպրոցի համար։ Հիմա, բայց այս օրերին հազվադեպ է, գուցե տարիներ առաջ, այո, բայց պիտի ասեմ, որ շատ ապրող դպրոց է, պարզապես դրանով է պայմանավորված ակտիվությունը, այսինքն բացի կրթական գործընթացից, այո, իսկապես շատ ակտիվ ենք նաև արտադպրոցական միջոցառումների մասով, հատկապես ազգային բնույթ կրող միջոցառումների եւ պիտի ասեմ, որ նաև մասնակցում ենք բազմաթիվ մրցույթների տարատեսակ, այս առումով շատ ակտիվ ենք։ Դուք մեծացել եք մի ընտանիքում, որտեղ ազատություն, վստահ եմ, որ շատ լավ պատկերացնում եք, ինչ է ազատությունը, ինչ է անկախությունը, ձեր հայրը իր կյանքը նվիրել է երկրի, ժողովրդի, հասարակության, մեր անկախության, ազատության, միասնականության գաղափարին, եւ դուք այսօր հնարավորություն ունեք մի դպրոցում փոխանցել սերունդին։ Ոչ թե ուզում եմ հարցնել ինչպես եք փոխանցում, այլ կուզեի իմանալ երեխաները օրինակ ինչ են հասկանում կամ ինչ արդյունքը երեխաները ինչպես են ընկալում այսօր, ինչ է ազատությունը, որի մասին այդքան խոսում ենք, ինչ է անկախությունը, դրանից բխող տարբեր արժեքներ, որոնք մեզ վերջում էլի բերելու են ազգասիրությանը, հայ ժողովրդի ընկալմանը, անկախության ընկալմանը, երկիրը, հողը, ազատությունը սիրելու ընկալմանը։ Այս առումով, հատկապես որ դուք հատկապես կենտրոնացած եք այս թեմաների վրա, ինչ է տեղի ունենում, երեխաները ինչպես են ընկալում։ Հարգելի մամիկոն, քանի որ դպրոցը նշեցիք նաև ում անվան է, եւ ում աղջիկն եմ ես, ում դուստրն եմ ես, ստիպված եմ նաև ասել այն մասին, որ տարիներ առաջ, երբ ազատագրական պայքարը 88-ից սկսած շատ ակտիվ էր, այդ տարիներին ես դեռևս փոքր էի եւ այսպես մի փոքրիկ նախանց կար մեջս, որ ինչու ես տղա չեմ, ինչու ես չեմ ծնվել օրինակ հորս ժամանակաշրջանում, երբ ինքը երիտասարդ էր եւ իր ազատագրական գաղտնի պայքարն էր մղում, ու քանի որ մենք արդեն անկախ էինք 90-91 թվականից հետո վարակիչ պայքար էր դա, վարակիչ պայքար, բայց այսպես մտածում էի, լավ, այլ ինչ պիտի անեմ ես, այլևս ոչինչ չմնաց անելու։ Ես այդ տարիներին դեռևս երեխա էի եւ երբ մեծացա, հասկացա, որ անալիքները շատ ավելի շատ են, այսինքն հորս բառերով թեկուզ ասեմ, պետություն ստեղծելով միայն բոլոր խնդիրները չեն լուծվում, այստեղ առաջանում է նաև երկրի բնակչի հարցը եւ մենք այստեղ լուրջ անելիք ունենք։
Դպրոցը հրաշալի միջավայր է այդ անելիքներն անելու համար, հնարավորություն է այդ անելիքներն անելու համար, կրթելու, դաստիարակելու քաղաքացի, որ պատրաստ կլինի այս պետության իրեն իրավ քաղաքացի զգալու, պետության տերը զգալու, երկրի տերը զգալու եւ դպրոցն այս առումով շատ անելիքներ ունի։ Ինչ ենք անում մենք, այս առումով դպրոցը պիտի կարողանա նաեւ ոչ միայն գիտելիք քարոզել, այլ նաեւ արժեքների մի մեծ համակարգ, կուռ համակարգ, որով երեխան պիտի դաստիարակված լինի, ներծծված լինի եւ դրանով հետո կարողանա նաեւ այդ գիտելիքները իր երկրի, իր ազգի կիրառել, օգտագործել եւ պիտի ասեմ, որ մեծ խնդիր է այսօր դպրոցի համար երեխային դաստիարակել, որ այս գիտելիքը ոչ միայն իր անձի, իր անձնական բարօրության, եսի եւ վաղվա օրվա է սպառողական է պետք, այլ նաեւ, այո, այլ նաեւ ինքը պատասխանատվություն է կրում նաեւ իր ընտանիքի, իր միջավայրի եւ իր տան համար, որ կոչվում է հայրենիք ու Հայաստան։ Իսկապես սա շատ դժվար է, որովհետև այստեղ բախումներ կարող են լինել ոչ միայն հենց անձնական երեխայի հետ, կամ այլ կերպ մտածող օրինակ ուսուցչի հետ, որտեղ դա էլ չեմ բացառում, այլ նաև հենց ընտանիքի հետ, որովհետև հիմա ցավոք սրտի, գուցե դժվարությունների առջև կքած ընտանիքները առաջին հերթին մտածում են իրենց երեխայի բարօրության, իրենց երեխայի ապագայի մասին միայն սահմանափակվելով այդ կերպարով, հա, այդ սահմանների մեջ, բայց մենք պիտի կարողանանք բոլորս հասկանալ եւ հասկացնել ընտանիքին եւ երեխային եւ ընտանիքներին, որ այստեղ կա ընդհանուր շահ եւ մենք նաեւ բոլորս ինչ որ ներդրում պիտի ունենանք եւ մեր երեխայի գիտելիքն էլ վաղը ինչ որ ներդրում պիտի ունենա մեր երկրի զարգացման գործում։ Ես պատկերացնում եմ դպրոցը որպես մի վայր, որտեղ պատրաստական են մի ամբողջ համակարգ, ուսուցիչներ, տնօրեններ, պետությունը իր գործառույթներով, համայնքը, բոլորը պատրաստական են, մեկ միավոր շատ կոպիտ է հնչում, բայց եկեք այդպես պատմեմ, մեկ մարդուն, մեկ երեխային 12 տարի, հիմա արդեն 12 Բոլոնիայի համակարգով, 12 տարի շարունակ ինչ որ բան անել։ Կամ ստիպել, գլուխը մտցնել, կամ այսպես ասած խփել գլխին այդ գիտելիքով, կամ ստեղծել միջավայր, ինչը հիմա արևմտյան, արևելյան, տարբեր տեսակի կրթական մոդելները մեզ ասում են՝ մի ստիպեք, ստեղծեք երեխայի համար միջավայր, որպեսզի երեխան ունենա հետաքրքրություն, որից կծնվի իր ցանկությունը ինչ որ գիտելիք վերցնելու, ինչ որ մի բանի համար։ Ես հիշում եմ, չնայած որ շատ ենք խոսում նրա մասին, որ սովետական տարիների կրթությունը համակարգային էր, բազային էր, ֆունդամենտալ էր, բայց այն ամենայնիվ այնտեղ կար այդ տիպողական մի տեսակ ոնց որ ուզես չուզես պիտի սա սովորես, սովորի, վերջացրու, ոնց որ հետո էլ գալիս էր բանը, չէ, բարձրագույն կրթության, սովորի, վերջացրու, դիպլոմդ վերցրու, գնա հանգիստ ապրի։ Հիմա էլ երեխային չես կարողանում ասել, ես իմ օրինակով եմ ասում, բայց այդ դեպքում ոնց եք դուք կարողանում, նախ որն է այն մոտիվացիան, որտեղից եք գտնում, որ երեխաները այդ գadgetներից եւ համակարգիչներից, այս բազմազանությունից հետո կարողանան գիրք բացել, տեքստ կարդալ, ընթերցել։ Չեմ խոսում բարդ բաների մասին, չեմ ասում ֆիզիկայի դասերը հասկանալու, դա ընդհանրապես չեմ հասկանում ինչպես է կանում, բայց ոնց է գտնում որտեղից այդ ռեսուրսը եւ արդյոք երեխաների մեջ ինչ որ բան կա, որը կարողանում եք վերցնել, մշակել, փոխանցել իրենց։ Միանշանակ կա, իդեպ ասեմ, որ երեխաները հաճախ իրենք են հենց տալիս, այո, գաղափարներ եւ առաջարկներ, իդեպ ակամա հնարավոր ոչ կանխամտածված, բայց սկսենք նրանից ազատության միջավայրն է, երբ թողնում ես երեխային ազատ, ինքը ամեն ինչ ասում է եւ տալիս է։ Ես ուզում եմ ասել, որ իրենք այլ կերպ են մտածում եւ հաճախ շատ ավելի լավ են մտածում եւ դա հնարավորություն է տալիս հնարավորություն պիտի տա
ճշտեմ խոսքս, մեզ ավելի ճիշտ աշխատել։ Դուք ձեր խոսքում ասացիք, որ մի մեծ համակարգ, ծնողը, պետությունը, դպրոցը, հասարակությունը աշխատում են մեկ միավորի համար, բայց հաճախ մեր աշխատանքը բոլորիս համակարգված չի, ու մենք այդ խեցգետնի պատմությունն ենք ստեղծում, Ընտանիքը ձգում են միտեղ։ Այո, բոլորս ձգում ենք միտեղ, բայց պիտի բոլորիս խոսքը մեկը լինի եւ բոլորիս նպատակը պիտի մեկը լինի։ Կարծում եմ, որ տարիներ հետո մենք կհասնենք դրան, ուզում եմ հավատալ, որ ծնողը, ուսուցիչը, պետությունը կունենան միևնույն ռազմավարությունը, այսինքն պետությունը կսահմանի այդ գերակաշահը կամ ռազմավարությունը կամ չգիտեմ ինչը, որով կառաջնորդվի եւ մենք եւ դպրոցը եւ ծնողներս այդ ռազմավարությամբ առաջ կշարժվենք։ Կարծում եք ինչի հիմա այդպես չի։ Կամ ինչն է մեզ խանգարում, որն է խոչընդոտը, որ հիմա այդպես չի։ Չնայած բոլորը ում հարցնենք, կասեն, որ այդպես է ճիշտ։ Այո, չեմ կարող ասել, չգիտեմ, գուցե իրար լսել չկարողանալու այս ոնց որ լսողներ դպրոցում լավ չեն զոհվել։ Մենք բոլորս խոսում ենք, բայց որևէ մեկս չի լսում մյուսին։ Մենք բոլորս ասում ենք, որն է ճիշտ, բայց որ պիտի համախմբվենք եւ բոլորս պիտի մեկ մարդու պես, հա, նախագծերը միասին մշակենք ու մի ընդհանուր ուղղությամբ գնանք, գուցե այդքան էլ լավ չի ստացվում։ Որտեղ մեզ չեն սովորեցրել խոսել եւ լսել։ Հավանաբար դպրոցում։ Այո, դպրոցում։ Պիտի ասեմ, որ ինքս դպրոցի մարդ լինելով հանդերձ, նաև շատ հաճախ դպրոցի շահերը պաշտպանելով եւ ուսուցչի շահերը պաշտպանելով հանդերձ, պիտի ասեմ, որ շատ մեծ մեղքի բաժին ունի նաև դպրոցը։ Եվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններով, պատճառներով է պայմանավորված, ինչու որովհետեւ Եվ դպրոց ասելով եկեք շեշտենք, որ մենք չենք հասկանում միայն ուսուցիչ։ Էլի համակարգ, մարդիկ, ադմինիստրատիվ։ Մենք չենք հասկանում միայն ուսուցիչ իհարկե, այո, եւ պիտի ասեմ, որ ուսուցիչը կարծես ամենատուժածն է։ Ամենատուժածն է այս պարագայում եւ ուզում եմ ասել, որ դպրոցը պետության հզորացման ամենակարևոր սյուներից մեկն է։ Եթե մեր բոլոր խնդիրները պիտի դնենք մի կողմ եւ զարգացնենք դպրոցը, կրթությունը, դպրոցը կրթությունը, ես չեմ ուզում տարանջատել իրարից, բայց եթե մենք դա չկարևորենք եւ հենց հիմա, հենց այսօր, նույնիսկ երեկ պիտի արած լինեինք, չանդրադառնանք դրան եւ դա չբերենք առաջին պլան, մենք տուժելու ենք եւ կործանվելու ենք իսպառ։ Հենց այդ ձեր ասածի վրա ուզում եմ այսպես ասած մեր պետության քաղաքականությունը այստեղ ոնց որ մի բան հասկանանք։ Տարիներ առաջ սկսվեց բարեփոխումների մեծ ծրագիրը։ Կրթությունը երևի այն շատ դժվար ոլորտներից է, որտեղ դու որևէ բարեփոխում, որևէ ներդրում անում ես, կանցնի 10 կամ 15 տարի, գուցե 20 նոր կտեսնես քո արածի արդյունքը։ Մենք տասնամյակով բարեփոխումների մեջ էինք ու դեռ չի ավարտվել։ Հələ նորից նոր փուլեր են սկսվել։ Եվ ցավոք 12-ամյա կրթություն։ Պատկերացնում եք, չէ՞, կներեք որ ձեզ եմ ասում, բայց հավանաբար պատկերացնում ենք բոլորս, որ այդ ինչ ստրես է ուսուցչականի համար, համակարգի համար, առանձին ծնողների, ընտանիքների, այն ովքեր որ մնացին այդ արանքներում, մեկը 10-էր, 12 դարավ հետո ինչ եղավ, այդ հələ հեչ, ոնց որ եթե պարզվում է, որ այդ ամբողջ չունեցան։ Ու եթե հանկարծ պարզվում է, որ այդ ամբողջը իզուր էր, որովհետև նպատակին չենք հասել, ինչի ենք մենք այդքան անում, ոնց որ այդքան ժամանակ ծախսեցինք եւ արդյոք կարող էինք չանել այդպես, չնայած ոնց հասկանում եմ, չէինք կարող, չէինք կարող չանել, որովհետև այդպես ասած առաջարկում ստիպում, ուղղակի մեզ մոտ պետք է կարողանանք մենք հինը նորի հետ ճիշտ համադրենք։ Մեզ մոտ մի քիչ ծայրահեղություն է։ Մենք սիրում ենք հինը ջնջել եւ անմիջապես նորը ընկալել, բայց չենք հասկանում, որ
գուցե երեխաները նորի սիրահար են կամ կարող են ընկալունակ են նորի նկատմամբ, բայց այն ուսուցիչները, ովքեր պիտի այդ նորը մատուցեն, դեռևս իրենք պատրաստ չեն։ Այո, լինում են բազմաթիվ վերապատրաստումներ։ Լինում են վերջին ատեստացիաներ, աշխատավարձի թեման գնաց, որ ովքեր ատեստացիան կանցնեն, աշխատավարձ կբարձրանան։ Դուք որպես ներսի մարդ սրան ոնց եք նայում։ Ես որպես ներսի մարդ պիտի ասեմ, այնինչ որ պիտի ասեմ, գուցե նաև անձամբ մեր դպրոցի ուսուցիչները ոչ բոլորն են համակարծիք ինձ հետ, ես շատ վատ չեմ նայում դրան, պիտի ասեմ, որ ընդհակառակը, բայց ինչով է այս ատեստացիան վիրավորը, որտեղ է, ինչով են վիրավորվել, ինչ մասով ինչպես ենք մենք նեղացրել մեր ուսուցիչներին։ Ուսուցչի աշխատավարձը, ճիշտն ասած, արդեն անհարմար եմ զգում այս մասին խոսել, բայց այնուամենայնիվ ուսուցիչը նույնպես մարդ է եւ ունի դրամի կարիք, որոնք պարտադիր պետք է լինեն բավարարված, որքան էլ որ մենք խոսում ենք այն մասին, որ ուսուցիչը ավելի բարձր է, պիտի այլ արժեքներ եւ այլն, բայց մարդն ունի ընտանիք, որը պարտավոր է պահել։ Եվ դրանով պայմանավորված է նաև անմիջապես այն, որ տղամարդ ուսուցիչներ ուղղակի դպրոց չեն գալի, որոնք ուղղակի շատ կարևոր է դպրոցի համար։ Այո, բայց ուսուցիչն ասում է, որ այո, գուցե մեր աշխատավարձը պիտի գոնե մի փոքր բարձրանար, եւ հետո նոր այդ տոկոսների մասով եւ այլն, նոր դրանից հետո թող լինեին ատեստացիաներ։ Իհարկե նաև մեր դպրոցում եղան համավորներ 100-ը դառնալ 1000, հետո ասեին ով ուզում է 1000-ից ավել, ոնց որ թող դրա համար հավելյալ, ոնց որ ըստ ցանկության թողնեին, ոչ թե ստիպեին մարդուն, այսինքն եթե ուզում ես մի քիչ ավելի լավ ապրել կամ մի քիչ ավելի բարձր աշխատավարձ ստանալ, ստիպված ես մասնագիտական գիտելիքներ են։ Մամիկոն ջան, պիտի ասեմ, որ ցավոք սրտի այսօր մեր մի անջրպետ է առաջացել, հա, բուհական գիտելիքի եւ անհրաժեշտ գիտելիքի, բուհի տված գիտելիքի եւ անհրաժեշտ գիտելիքի եւ մանկավարժի համար նկատի մանկավարժի համար եւ ստիպված ենք ես օրինակ ասում եմ այն մրցույթով մենք ընդունում ենք ուսուցիչներ, ճիշտ է։ Այդ մրցույթով ընդունում ենք ուսուցիչներ, մրցույթում հիմնականում օրենսդրություն է եւ տեսական գիտելիքներ են։ Որևէ կերպ մենք ուսուցչի մասնագիտական հմտությունները չենք ստուգում, երբ ընդունում ենք դպրոց։ Մասնագիտական գիտելիքները ինքը բերում է բուհից։ Իսկ եթե այդ բուհի գիտելիքները, ստացած գիտելիքները կամ իր ընկալած գիտելիքները, չեմ ուզում բուհին մեղադրել, չի համապատասխանում որ ուսուցչին պիտի գա փորձարկի, բայց արդյոք երեխաները փորձադաշտ են, արդյոք դպրոցը կարելի է նման ստրեսի ենթարկել, որովհետև մենք արդյոք ունենք իրավունք երեխայի ինչ-որ ժամանակից խլել եւ հասկանալ արդյոք այդ ուսուցիչ է թե ոչ, եւ հետո ինչպես պիտի օրինակ տնօրենը անընդհատ նկատողություններով կամ լարված միջավայր ստեղծելով կամ չգիտեմ մեծ ջանքերի շնորհիվ վերապատրաստումներ անի եւ այլն ուսուցիչը դառնա ուսուցիչ։ Ես կարծում եմ, որ կան հնարավորություններ օրինակ բարձր դասարանների կամ մագիստրոսական ծրագրի ուսանողները իրենց մագիստրոսական ծրագիրը անցկացնեն օրինակ դպրոցում բայց հաշվի առնելով որ դա իհարկե դա իրենց փորձնական բան է, այլ ոչ թե որ միանգամից ուսուցիչը մտնի եւ դասավանդի եւ հանկարծ ստացվի որ ինքը եւ հետո տեսնենք ինչ արդյունք կտա։ Դպրոցում չի կարելի դա կիրառել։ Այս մասնագիտության մեջ չի կարելի։ Եկեք շարունակենք մեղավորներ փնտրել։ Այդ գործը մենք գիտենք, որ շատ ենք սիրում։ Ով է պատասխանատու երեխայի կրթության համար։ Տեսեք, պատասխանատու ենք բոլորս, պատասխանատու ենք բոլորս եւ ես մեղավորներ փնտրելով մենք երբևէ հարցին լուծում չենք տա, որովհետեւ նորից եմ ասում, դպրոց, ուսուցիչ ու պետություն պիտի համախմբվի։ Բայց արդյոք այստեղ էլ ոնց որ փոքրիկ հավելում անեմ, արդյոք մենք այդ
մեղավորին չփնտրելու ցանկությունով երբեմն չենք բոլորս մեղավոր ենք մի առիթով եւս ասել եմ հիմա պիտի ուղակի կկրկնվի խոսքս, բայց նորից եմ ասում դպրոցը մեղադրում է բուհին վատ մանկավարժ տալու համար բուհը մեղադրում է դպրոցին վատ կադրեր տալու համար եւ սա անընդհատ պատտվող ծնողը մեղադրում է դպրոցին վատ սերվիս տալու համար, եթե խոսենք մի քիչ էլ մասնավոր ու պետականները Միևնույն է, մասնավոր թե պետական, այո, կան նաև ծնողների դժգոհություն, մինչդեռ նաև կան մեր կողմից դժգոհություն, որ ծնողը ընդհանրապես հիմա հրաժարվում է երեխայի հետ ժամանակ անցկացնելուց, մեծ պատասխանատվություն կա ծնողի վրա։ Բայց նորից եմ ասում, եթե մենք բոլորս երեք այս կողմը եւ գումարած նաև երեխան չհամախմբվենք, մենք չհասկանանք երեխայի այս պահի ցանկությունները եւ հնարավորությունները ժամանակակից աշխարհի մարտահրավերները չհասկանանք, մենք չենք կարող այս հարցը լուծում, այս հարցին լուծում տալ։ Մենք բոլորս հասկանում ենք, պիտի ասեմ, որ հիմա որոշակի քայլեր արդեն արվում են եւ աշակերտներն են խրախուսվում եւ ակտիվացվում է իրենց կյանք օրինակը 2-3 անգամ է արդեն շատ հետաքրքիր նախագծեր են ուղարկվում դպրոց, որին պիտի մասնակցեն հենց աշակերտները, մրցույթներ, օրինակ մանկավարժական համալսարանը, նախարարությունը հետաքրքիր նախագծեր է մտածում, որին պիտի մասնակցեն աշակերտները իրենց հետազոտական աշխատանքներով։ Դրանով դա արդեն խոսում է այն մասին, որ երեխան, պետությունը, նաև ուսուցիչը, որովհետև պիտի համակարգի այդ աշխատանքը ուսուցիչը ուզում է, այո, ինչ որ կերպ այս շարժը բայց դա բավարար չի, ինչպես միանշանակ դա բավարար չի։ Հաշվի առնելով մեր հասարակության պառակտվածության աստիճանը, գիտելիքի շատ ցածր մակարդակ եւ գնալով գիտելիքի նկատմամբ Այո։ Երեխաների սոցիալիզացիայի հարցը, այս ժամանակակից տեխնոլոգիաների մուտքը եւ դասագրքի հանդեպ, ես չեմ ուզում հիմա խոսել դասագրքերի որակից, որովհետեւ մենք այդտեղ կխորանանք եւ երևի չենք ավարտի, թղթից, տպագրություն, ժամանակին նույնիսկ խորանում էի այդ ամեն ինչի մեջ, բայց դա հələ ոնց որ էլի մի կողմ, ամեն դպրոց երևի կարողանում է ինքը իր տեսած բացերը լրացնել ըստ ցանկության, ըստ արժեհամակարգի, ըստ նպատակների, բայց մի ուրիշ հարց եմ ուզում տալ։ Այնուամենայնիվ գլոբալ առումով մի քիչ, որտեղ լոկալ առումով մի քիչ ավելի հասկանալի է։ Երեխան, ծնողը հաճախորդ են դպրոցը բիզնես մոտեցում է, թե ուրիշ մի բան է, եւ եթե ուրիշ մի բան է, ապա ինչ է եւ ինչպես պիտի, օրինակ ես որպես ծնող որոշում եմ իմ երեխային տանեմ դպրոց։ Ես գիտեմ, երբ ես ուզեմ բժշկական կարիք, ես գնում եմ, հասնում եմ ինչ-որ մի մասնավոր կամ պետական հիվանդանոց, որտեղ շատ մեծ տարբերություն կա։ Եթե ուզում եմ ինչ-որ մի բան գնել, ես այսինքն մտնում եմ այդ մոդելի մեջ։ Դպրոցի պարագայում ո՞րն է ճիշտ մոդելը։ Դպրոցը բիզնես է թե ոչ։ Երեխան հաճախորդ է թե ոչ։ Տեսեք, մասնավոր դպրոցների եւ պետական դպրոցների միջև այս առումով կա իհարկե մեծ տարբերություն, բայց դպրոցը նույնպես ֆինանսավորվում է աշակերտ թվով։ Այս առումով վճարողն է ուրիշ, այսպես ասած։ Պետությունն է վճարում։ Այս առումով գուցեև բոլոր դպրոցները նախանձախնդիր են շատ աշակերտ ներգրավել։ Բայց միայն այս դիտակետից նայելը մի քիչ սխալ է, որովհետև լավ հավաքվեց աշակերտ, բայց պետք է լինի նաև որակ։ Օրինակ, մեր դպրոցի բարագայում ասեմ, մենք ունենք արդեն 1300 աշակերտ եւ մենք հիմա մեր բոլոր ջանքերը ներդնում ենք որակի վրա, այսինքն մենք այլևս չենք ջանում աշակերտ ներգրավել, ընդհակառակը նույնիսկ, բայց մենք բազմաթիվ միջոցառումներ ենք ձեռնարկում, որպեսզի կարողանանք ապահովենք որակը։ Տարբեր եւ դասական մեթոդներ են կիրառում եւ մտածում ենք նոր բաներ, որով հնարավոր կլինի օրինակ խթանել երեխաների սովորելու ցանկությունը,
պատրաստվածությունը, տարբեր բաներ ենք մտածում, ինչպես ուսուցչին խթանենք նոր նախաձեռնություններ իրականացնի, նոր նախագծեր իրականացնի եւ հուսով եմ, որ այս նոր նաեւ եւ ատեստացիան, եւ տարակարգի, եւ կամավոր, ատեստացիան հնարավորություն կտան, որ ուսուցիչը նաեւ դառնա ավելի ինքնակրթվող, ավելի շատ աշխատանք տրամադրի իր վրա եւ նոր ծրագրեր ինքն էլ մտածի եւ ստեղծագործի եւ բերի երեխաներին։ Ուսուցիչների առումով պակաս խնդիր ունենք, ոնց որ ուսուցչի կարիք գնալով ավելի շատ ենք երևի ունենալու։ Դա ես կարծում եմ ամենամեծ խնդիրներից մեկը, որովհետեւ օրինակ բնագիտական առարկաների մասով, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, ռուսաց լեզվի ուսուցիչների մասով մենք ունենք սարսափելի մեծ խնդիր եւ նույնիսկ Երևան քաղաքում, չեմ խոսում այլևս մարզերի մասին, Երևան քաղաքում գոյություն ունի մեծ պակաս եւ պարբերաբար հայտարարվում են մրցույթներ եւ այդ մրցույթները թափուրեն են, այո։ Արտադպրոցական, արտադասարանական միջոցառումներ, մշակույթ, միջավայր։ Ես իմ բախտը բերել է երևի սովորել եմ MC դպրոցում, որտեղ արշավ գնալը, թատրոն խաղալը, ներկայացումներ բեմադրելը, միջոցառումներ կազմակերպելը շատ կարևոր դեր է ունեցել եւ ես գիտեմ, թե դա ինչպես կարող է օգնել երբեմն ծանր թվացող կրթական process-ը մարսելուն։ Ինչ եք կարծում, արդյոք բավարար է ընդհանուր առմամբ մեր այդ մշակույթը դպրոցներում եւ ձեզ մոտ մասնավորապես ինչպես եք դա կազմակերպում, որտեղ գիտեմ որ կազմակերպում եք։ Այո, կազմակերպում ենք, այստեղ եւ իսկապես տնօրենի եւ ուսուցիչների տրամադրվածությունը շատ կարեւոր է եւ որքանով է նրանք կարեւորում, նման միջոցառումները։ Ես ինքս իհարկե կարևորում եմ եւ դրանով պայմանավորված է նաեւ մեր դպրոցում այդ մասով ակտիվությունը, համարում եմ, որ դա նույնպես գիտելիքի եւ ընդհանուր տեղեկությունների մեծ հնարավորություն է տալիս երեխաներին ընկալելու, ստացած գիտելիքը փորձառությամբ եւ հիմա ես նոր հարցեր գեներացնելու, բայց մի բան եմ ուզում ասել ձեր նախորդ հարցի հետ կապված, ինչպես խրախուսել երեխաներին։ Երեխաները հիմա չեն սիրում դասախոսություն լսել, այսինքն միայն այդ կերպ դասը անել, միայն կարդալ եւ պատմել, ինչպես ընդունված էր նախկինում եւ դասական մոդելը, այսպես ասեմ։ Հիմա արդեն հետազոտություն են անում, նախագծային աշխատանքներն է հիմա արդեն գալիս եւ ամենամեծ կարեւոր բանը, որ նաեւ հիմա նոր չափորոշիչներով ավելի շատ են ներառում, դրանք նախագծային աշխատանքներն են, որոնք երեխաները հենց իրենք են հետազոտում, իրենք են ուսումնասիրում, իրենք են բացահայտում եւ իրենք են ներկայացնում։ Շատ կարևոր է, որ գիտելիքը դառնա նաեւ կարողություն, այսինքն դա կարողանա վերածի եւ վերածվի հմտության, այսինքն երեխան կարողանա եւ հասկանա որտեղ է դա իրեն պետք, որտեղ կարող է դա կիրառել եւ ինչ դրանից հետո ինչ արդյունք կարող է ստանալ։ Շատ կարևոր է, որ երեխան գիտակցի դա, որովհետեւ մեզ հնչող ամենամեծ բանը ինչի՞ս է դա պետք։ Իսկ ինչի՞ս է դա պետք։ Իսկ երբ ուսուցիչը կարողանա դա ցույց տալ կիրառության մեջ, ես չեմ կարծում եւ չեմ հավատում, որ կլինի որևէ երեխա, որ հաճույքով չի սովորի։ Մեր երեխաների պոտենցիալը, էներգիան, որ հրաշալի է։ Մեր երեխաների էներգիան, պոտենցիալը շատ լավն է, շատ լուսավոր երեխաներ են, ես ասում եմ, որ գերազանցում են մեզ մի քանի անգամ եւ մեղք է, հաճախ ասում եմ նաեւ դա ուսուցիչներիս, երեխաներին որևէ բանում մեղադրելը, որևէ բան իրենց չտալը, այսինքն
չտալ նրանց այն, ինչի հնարավորությունը իրենք ունեն։ Իսկապես հրաշալի են, հրաշալի սերունդ է, շատ ընկալունակ եւ պատրաստական, դուք ասում եք գաջետները, ես ասում եմ, որ գաջետները պիտի կարողանան կիրառել հիմա դասապրոցեսի մեջ, պիտի գոնե հետազոտական աշխատանքի, գոնե այդ նախագծային աշխատանքները կազմելու ժամանակ պիտի իրենք դա օգտագործեն։ Իհարկե, չեմ խոսում այն ծայրահեղությունների մասին, երբ երեխան առավոտից երեկո հեռախոսի մեջ է եւ բնականաբար ոչ թե գիտելիք է ամբարում, այլ ամեն ինչ բացի գիտելիքից։ Մի հատ էլ վտանգավոր խնդիր, երեխաների շարժունակությունը, սպորտը, գիրանալը, սխալ ուտելը։ Ես եթե լիներ այս խոսակցությունը մեր հանդիպումը լիներ 3 տարի առաջ, գուցե ասեի, որ այո, ահազանգող մի իրավիճակ է։ Այս պահին պիտի ասեմ, որ մենք քիչ-քիչ նորից վերադառնում ենք գիտակցությանը։ Գալիս ենք այդ գիտակցությանը, որ երեխան պետք է շարժվի, համենայն դեպս որքանով որ ես իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, հիմա էլ ծնողները աշխատում են, որ երեխաները որևէ սպորտով կամ բարի, այո, գնան եւ այս առումով քիչ թե շատ մի քիչ նորից վերադառնում են Մարզադաշտը ձեր դպրոցինն է, թե կողքի դպրոցինն է։ Մարզադաշտը մեր դպրոցներով եք օգտվում։ Մարզադաշտը մեր հարևան դպրոցինն է, բայց դա չի խանգարում մեզ, որ մենք էլ այո, ունենք շատ լավ սպորտ դահլիճներ, մյուսը միջավայր, մյուսը վերանորոգվում է, ճանապարհին երևի տեսակ։ Այստեղ նաև ուսուցիչները շատ կարևոր են։ Դպրոցում ես սիրում եմ ասել, որ չկան անկարևոր առարկաներ եւ այսքանը։ Եվ վաղվա լուսավոր դպրոցի մասին ձեր պատկերացումները որպես ավարտ դրական։ Եվ դրանից բխող մեր այսօրվա գործողությունները էլի ինչ անենք այսօր, այսպես ասեմ, ես լավ լուսավոր ապագան։ Ես ուզում եմ ասել, որ ես շատ լավատես եմ։ Ես ուզում եմ ասել, որ ես հավատում եմ, որ մենք պիտի գանք այդ գիտակցությանը, որ դպրոցը արարման ակունքում է կանգնած եւ պիտի բոլորս նպաստենք այդ առողջ արարմանը մեր սերունդների եւ նաեւ ուզում եմ ասել, որ հաստատ լավ է լինելու։ Ձեր հայրը ինչ կասեր այսօրվան մասին, դեպի վաղը տանող ճանապարհին մեզ։ Հայրս ինձանից ավելի լավատես էր, որովհետև եթե ես հաճախ հիասթափվում եմ, ինքը փաստորեն ոչինչ իրեն չի ստիպել, որ ինքը հիասթափվի, նաև այդ բիրտ խորհրդային ռեժիմը եւ այդքան տարի կալանավայրերում լինելը, ես մի քիչ ավելի զիջում եմ իրան այդ առումով, բայց ունեմ մի ուրիշ խթանիչ ուժ, երբ նայում ես երեխաների աչքերին, փայլուն աչքերին, եւ ես մշտապես ասում եմ բոլոր միջոցառումներից հետո մի վախեցեք, վստահեք։ Եվ մի վախեցեք եւ վստահեք եւ որևէ մեկը եթե թերանում է իր աշխատանքում ինքը պիտի իմանա, որ խալխլում է այն հիմքը, որի վրա կանգնած են մեր երեխաները։ Անընդհատ եմ ասում, գուցե ցավեցնում եմ ուսուցիչներին, գուցե ցավեցնում եմ ծնողներին, բայց անընդհատ խոսում եմ դրա մասին, որ ձեր մի օրվա, մի ժամվա չարած աշխատանքը նշանակում է մի քար հանել այդ հիմքից։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես եմ ձեր շնորհակալության համար։ Հիշեցնեմ իմ հյուրը 196 հիմնական դպրոցի Աշոտ Նավասարդյանի անունը կրող հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։